առնվազը երկու օրը մեկ ամեն օր, մեկ ժամ ու կես, պատադիս մարզանքի բան ունեմ, ուղղակի մարզավիճակը բայրով հարց կա, վերջերս թորվինս հարցնում ասում ձեր բանը, ինձ հարցնում է մենք Z սերունդից ենք, դուք որ սերունդից եք, ես հեցնեց ասիտ D, ասում այդ D-ն որն է, ասում եմ դինոզավ, նզավր, և այդ ժամանակ իսկապես բանի նաև տրամադրության հետ կապված ամենից լավ ժամանակն է երաժշտություն լսելու և կտրվելու քաղաքական հարցերից նաև շատ այսօր սուրին աշխարհի քաղաքական պրոբլեմները եւ անաթած երայլ ցաունալն ամբակոց արվանման այդ ամենից կտրվելու համար լավագույն բանն է ոսել երաժշտություն զբաղվել ինչ-որ մի բանով որ քո ուշադրությունը կենտրոնացնում է այ ծառցի վրա ոչ թե քաղաքական տարբեր քնջոլոտ հարցերի վրա եւ դիմիջավս իմ սպորտաձևերը ընտրելը որով սիրում եմ զբաղվել նաև դրա հետ է հապած օրինակ windsurfing-ը ոչ ես կարող windsurfing անել եւ ինչ որ բանի մասին մտածել անմիջապես ջրում ես ակնելու ինչ որ ինտրավմա է կամ լեռնային դահուկը դու չես կարող լեռնային դահուկի ժամանակ սարից իջնելով մտածել ինչ որ բաների մասին քաղաքական հարցերի մասին եւ ուշադրությունը ամբողջությամբ կատարվում է գործերից եւ կենտրոնանում է այնի վրա ինչ որ դու զբաղվում ես մենակ վազքի ժամանակ այդպես չի հեծանի փշելուց դու կարաս 2 ժամ հեծանի փշել բայց մտածել ինքը լավ տրեյնինգ է մկանային առումով բայց քո ուշադրությունը ցենց ամբողջությամբ փոքր առօրյայից չի բա մենակ ողանալուցել եթե ես երկար ողացող եմ բավական երկար կարող եմ ողնալ, բայց դու սենց ռիթմի մեջ ես մտնում ողանալուց և անդադ մտածում ես ինչ-որ մի բանի մասին, ինչ-որ ստենարների մասին, ինչ-որ մի բանի մասին։ Ինքը լավ մարզանք է, բայց քո բանդ ուշադրությունը չի բա։ Այ հարցա դարես ինչքան է, նո, սենց ասել, վերջի անգամ Կապուտակ Սևանից վիճև թերակազին, Սեդրակի հետ, միասին, ողացել եմ մոտ Ես մի քիչ մարշրուտի չերվել եմ 2 ժամ 10 րոպե նոն-ստոպ ողանալով գնացել։ Սեպտեմբեր էր, դա մի 2-3 տարի առաջ, սեպտեմբեր էր ջուրը 17 աստիճան։